Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան։ Կեսօր արդեն դուրս եմ եկել, քանի որ արևը տաքացնում է։ Դուրս եկա մի քիչ շրջեմ իմ բակում, ավելի լավ կազդուրվելու համար։ Համել դե գիտեք, որ ուշք ու միտքս արդեն դուրսն է։ Շատ աշխատանքներ է ինձ սպասվում, թե իմ այգում, թե իմ ծաղկանոցում։ Մի քիչ նստել եմ ստեղ, դե Սիման էլ ինչպես միշտ ինձ հետ է, ինքն էլ արև կողանում, ահա, պեչը չեմ վառել, երեկ անթեղ եմ արել ու այդպես էլ գնացել պարկելով։ Հիմա կգնամ ու միասին կտեսնենք այդ իմ անթեղած կրակը պահել է թե չէ։ Եկեք տենանք անթեղը կա թե չէ։ Անթեղն են է, սիրելի հետևորդներ ջան, երբ որ կրակը, ահա, այ ջան կա։ Մի փայտը այդպես արդեն կիսա այրվել վիճակում։ Տանում ենք մի կողմի վրա, հետո մոխիրը հավաքում վրան։ Հավաքելով պետք է լավ ծածկենք եւ իմ անթեղը մնացել է։ Ջան, շատ ուրախացա։ Ճիշտ է, չեմ դժվարանում ես իմ պեչը վառելիս։ Չնայած երբեմն մարդիկ կան, որ գրում են սենց արա, նենց արա։ Միևնույնն է, ես անում եմ նենց, ոնց որ ես ինձ հարմար եմ զգում։ Այ հիմա էլ այս ձևով էի պահել կրակը։ Հիմա տեսնենք էլի կա։ Այ, մոխիրը այսով էլ չեմ քաշի, քանի որ օրը կեսօր է դարել, հա, էլ ժամանակ չկա, գործերը շատ են, հիմա ավելի լավ է պեչը վառեմ։ Ահա, մի քիչ դուռը փակեմ, որ այս պեծերը ավելի ուժեղանան, հետո նոր փայտ կավելացնեմ։ Մի հատ էլ ժամացույցին նայենք։ 2:25 րոպե։ Հետո կրակը վառենք։ Այս ընթացքում նաև բերել եմ ձեթ եմ կաթացրել, որպեսզի փայլացնեմ նորից։ Այս օրերին բաց էի թողել, մի քիչ էլ անզգույշ եղա, ստեղ էլ կաթացել, քանի որ շշից էի անմիջապես կաթեցնում, չի խանգարում, հետո արդեն մաշն էլ կփայլացնեմ, պեծերը սպղում է, քամի չկա դրսում, թեթևակի է, ասենք, ու ասեմ, որ ստեղ լավ տաք է այս երկաթը, ուրեմն երեկ ժամը քանիսն էր, մոտ 10-ից էր, որ կրակը անթեղ եմ արել, ու հիմա տեսակ, թե ժամը քանիսն է, այդ ընթացքում կրակը այս սենց լավ պահել է պեծերը, շատ լավ է։ Կրակը կվառեմ, հետո արդեն կանցնեմ խոհանոց, մտածելու ապրելու մասին, այդպես, արդեն ծուխ բարձրանում է, հետերը կավելացնեմ, այսպես, տեսնում եք արդեն ծուխ անում, այսքանը լավ է, դուք էլ պատրաստվեք ձեր համար մի համով բանի, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, եկել էի խոհանոց, առանց ձեզ սուրճ եմ եփել ու բաժակս վերցրել, գնացել դրսի արևում նստել, մի լավ արևի ճառագայթները
վայելել, առիգացել, այդ ընթացքում նաև հասցրել եմ թեթևակի ինձ կարգի բերել, իսկ հիմա արդեն իսկ քանի որ մի քանի օր է լավ չէի սնվել, կարծես թե նաև ուտելու ցանկություն է առաջացել, սկզբի համար որոշել եմ 2 հատ ձու եփել, արդեն լվացել եմ եւ ահա այստեղ է։ Ասեմ, որ պետք է այս ջազվայի մեջ եռացնեմ, որովհետև սրա համար չարժե որ ինչ-որ մեծ կաթսա վերցնեմ, շատ հարմար է լինում, համ ջուրն է քիչ լցվում, համ էլ ավելի արագ է եփվում։ Սա միացնեմ, հասցրել եմ նաև այստեղ մաքրություններ եմ կատարել, ափսեներ կար մի քանի հատ լվացել, մաքրել, մի քիչ կարգի բերել շրջակայքս, որպեսզի հանգիստ լինեմ ու ամեն ինչ կարգին լինի։ Այստեղ դուք տեսնում եք 2 շշով կաթ, տնական կաթ է վերցրել եւ 2 օր է սառնարանում է։ Բերել էի ու հենց այդպես էլ մնացել էր, չէի կարողացել, որ եփեմ եւ վայելեմ, բայց այնքան յուղոտ է, ահա յուղը վերև է բարձրացել, հուսամ, որ երբ որ եռացնեմ, չի շաղվի եւ արդեն իսկ կարելի է կամաց լցնել պղինձը, ահա, հիմա սիրելի հետևորդներ ջան, ձուն պետք է շատ քիչ եփեմ, չեմ ուզում շատ պնդացնել, քանի որ երբ որ հատկապես տնական ձուն այդպես թույլ ենք եփում, թե խաշ ենք անում, ապա նման դեպքում ավելի իր ազդեցությունը լավ է գործում, եւ շատ շուտ է օգնում հատկապես կոկորդը, ձայնալարերը մաքրելու, բացելու համար։ Ոնց է յուղը փակել դրանը, այսպես։ 2 օր սառնանում է, չգիտեմ, պետքա որ եփվի ու չշաղվի։ Եթե անգամ շաղվի էլ, չգիտեմ, ինչ-որ մի բան կպատրաստեմ, բայց ավելի լավ է եփվի, որ համ 1 բաժակ մեղրով վայելեմ կաթը եւ նաեւ ուզում եմ մի քիչ էլ մածուն մերել, այսպես, սա 3 լիտր է, շատ եմ սիրում տնական կաթ, կաթի հոտը, կաթի համը, այսպես, մի քիչ այսպես թեքում եմ, որ իր հետ գալով նաև այդ յուղային մասը պոկի, հանի լրիվ, այսպես, տրամադրությունս գնալով բարձրանում եմ, ձայնս փափկել է, կարծես թե այս պահին մի փոքր ինձ նման եմ դարձել, այսպես, հենց որ ձունը սկսի եռալ, պետք է րոպե պահեմ, ընդհանրապես ձուն 5 րոպե եթե եռացնում ենք, շատ նորմալ է լինում, 5 րոպեից ավել արդեն դեղնուցը սևանում է, իր վիտամինները քայքայվում են, բայց եթե 3 րոպե կամ էլ ավելի մի քիչ 2 րոպե ենք եռացնում, ապա նման դեպքում ստանում ենք ավելի թույլ թերխաշծու եւ դա ավելի բուժիչ հատկություններ է ձեռք բերում եւ շատ արագ է օգնում ձայնալարերի բացման համար։ Իհարկե այս ամենը ես գիտեի, բայց այս օրերին ի վիճակի չէի այս ամենը անելու, նույնիսկ չէի կարողանում, մի խոսքով այդ ամենը եկեք մոռանանք, հիմա անցնենք նորից կազդուրվելուն, ուժերը վերականգնելուն եւ լավ նպատակներով առաջ գնալուն։ Այսօրվա արևը այնքան գայթակղիչ էր, որ պահի տակ այդպես սուրճս եփեցի եւ ուզեցի լուր նստել, նաեւ մտքերս հավաքել, կենտրոնանալ, արևի էներգիան, գիտեք չէ, որ ամեն ձևով մասնիկ առ մասնիկ, երբ որ մտնում եմ մեր բջիջների մեջ,
դա իսկապես մեզ յուրահատուկ էներգիա է տալիս։ Հիմա ես այսօր մի քիչ այդ էներգիան վերցրեցի, թե ինչու չեմ կաթը միացնում այստեղ, քանի որ երբ որ այստեղ սրբում էի, մաքրություններ էի կատարում, մի քիչ խախտվել է, ահա, միացնում եմ, միանում անջատվում է, հիմա չեմ ուզում շատ բան անել, այդպես, ահա, հենց որ 2 րոպե այստեղ ձուն կերա, կամ էլ միգուցե կբերեմ սա այստեղ, և կաթը մյուս կողքը կդնեմ եռալու, այստեղ մի քանի անգամ փորձեցի, չստացվեց, չգիտեմ, մաքրել եմ, ոչինչ չի թափվել, առանձնակի իր վրա, այսպես հատ առ հատ նայել եմ, բացել եմ, ամեն ինչ մաքուր է կոկիկը, բայց չհասկացա, թե ինչու միանում և անջատվում է։ Այսպես մի քանի անգամ փորձելով, իք չէ ձեր հետ փորձեմ, բայց միևնույնն է, նույն պատմությունն է լինում, այսպես, մի խոսքով, սա հետո է գործը, ես հետո կզբաղվեմ, այստեղ ձունը սկսեց արդեն եռալ և ես րոպե եմ բաղում, նայելով տեսախցիկի րոպեներին, այսպես էլ հետևորդներ ջան, ուշքը միտքս դրսում է, ասել եմ արդեն, և հենց այսպես էլ անընդհատ ուզում եմ դուրս գնալ, բայց դեռևս կարելի է մի փոքր էլ համբերել, չլինի թե հանկարծ, քանի որ դեռևս թույլ վիճակում եմ, չլինի թե նորից ինչ-որ ի հայտ գա ինչ-որ մի նոր բան, զգուշանալ է հարկավոր, այսպես, ես արդեն պատրաստվում եմ, որ ձուն հանելուց հետո պետք է սառը ջրի մեջ անցկացնեմ, ահա, որպեսզի կարողանամ հեշտ մաքրել և վայելել։ Տեղը խմելը ավարտել եմ, ոչինչ չեմ կերել դեռևս, դրա համար այդ ամենը ինչ-որ խնդիր չեղավ իմ համար, ինչևէ, այս ինձ օգնեց, սպասեմ ձուն թեխաշ լինի և արդեն ինչա շատ կօգնի նորից ու նորից, կաթն էլ եռալուց հետո իհարկե մի մասը մածուն կմերեմ, մի մասը կթողնեմ այդպես մեղրով վայելելու համար, որը իդեպ այս օրերին այնքան էր իմ ուղեղը նույնպես ցրվածության մեջ, որ մոռացել էի, որ կաթ էլ կարելի էր, որ դեմը առնեմ, բայց միևնույնն է, դա էլ չէր օգնելու, ես վստահ եմ։ Այսպես մի քիչ կիսաբաց թողնեմ, որպեսզի աչքիցս չվրիպի։ Իդեպ ասեմ, կաթը մաքուր էր, քամված էր, հենց այդպես կովը կթելուց հետո այդ ումից որ վերցնում եմ, իրենք շատ կոկիկ ձևով քամում են ու նոր ապա միայն վաճառում են։ 2 հոգուց եմ ընդհանրապես վերցնում, երբ որ մյուս տեղը չի լինում, ապա մյուս տեղից այդպես տարբերություն չկա, 2 տեղն էլ լավն են հավանում եմ։ Այսպես իրելի հետևորդներ ջան, պեչը այնտեղ վարվում է և այստեղ երկար չեմ մնա, կաթի եռալուց հետո արդեն կգնամ և ավելուկի ճաշը կեփեմ պեչի վրա, այդ էլ կեփեմ, հետո նոր արդեն կանցնեմ հաջորդ օրվա ծրագրերը կազմելուն, կարելի ասել այսօր մի քիչ կսնվեմ, հանգիստս կվայելեմ, տանը գործեր կանեմ, նաև լվացք է հավաքվել, պետք է լվացք էլ անեմ, իհարկե այդտեղ օգնության է հասնում լվացքի մեքենան, ինչքան լավ է, որ այսպիսի դարաշրջան է եկել և տեխնիկայով զարգացած է, առաջվա տարիներում, երբ որ հիվանդանում էինք հատկապես, դրանից հետո
հետ էինք դառնում և սկսում ամեն ինչը ձեռքով անել։ Նաև այդտեղ րոպեներն է արդեն եկել և հիմա արդեն մտցնեմ սառը ջրի մեջ։ Վերցնում եմ փոքր գդալը, որպեսզի Երևան ջրից հանեմ հեշտությամբ և մտցնեմ անմիջապես սառը ջրի մեջ։ Ընդհանրապես ձու խաշելու համար մարդիկ կան, որ աղ են լցնում, մեկ պտղունց աղ են լցնում եռալու ժամանակ, բայց ես դա չեմ անում, որովհետև միշտ փորձել եմ, որ այս տարբերակով նույնպես հեշտ է մաքրվում, կճեպները հեշտ է հեռացվում, մի քիչ էստեղ կմնա, բայց նաև չեմ ուզում շատ սառչի և արդեն իսկ կհանեմ, այսպես, ուշադիր եմ լինում նաև պատին, հիմա կարծես թե լավն է և կարելի արդեն կոտրել, այսպես, տեսնենք որ ձուն է ուժեղ, պարզվեց այս մեկն է ուժեղ, բայց միգուցե այս կողմով էլ խփենք, չէ, այս մեկը հաղթեց, սա ուժեղ էր, և հիմա ուզում եմ մաքրել, ինձ թվում է այդքան էլ թույլ չեմ եփել, նաև շատ ջրիկ չեմ էլ սիրում, ընդհանրապես կա չէ, որ ավելի թույլ ենք եփում և գդալով ենք վայելում, հետո այդպես կլոր ջրի կճեպը դուրս է գալիս, բայց ես արդեն իմ ձեռքի մեջ զգում եմ, որ շատ չէ թույլ, այնպես որ կարող եմ ամբողջը մաքրել, իսկը իմ սրտով եմ, անգամ եթե րոպե էլ չեմ պահում, ես արդեն աչքաչափով եմ հասկանում, որ արդեն իմ ուզածով եմ, աղ չեմ անելու, հենց այսպես, գոլ-գոլ վիճակում ուզում եմ առանց որևիցե մի բանի, առանց հացի, առանց կարագի, հենց այսպես վայելել, բայց մի հատ ուզում եմ կիսել, ընտիր, միջուկն է թույլ, ջան, միայն միջուկի մասն է թույլ, սիրելի հետևորդներ ջան, շատ զգուշ եմ լինում, որպեսզի այդ միջուկի 7 մասը չթափվի և ռեկլամնայա պաուզա, ես անցնում եմ ձուն վայելելու։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա եկեք միասին հսկենք կաթի բարձրանալուն և ապա ուշադիր լինենք, որպեսզի չթափվի, ես արդեն շերեփը ձեռքս եմ վերցրել և ապա տեսեք, եկավ, ինչքան հետարքիր է, չէ, հիմա պետք է պահը որսանք և չթողնենք թափվի, քանի որ ուզում եմ մի փոքր եռացնել, արդեն կարող եմ բացել այս փուչիկը, և խառնել, որպեսզի կաթը մի քիչ եռա, ընդհանրապես տնական կաթը այսպես է պետք եռացնել, ավելի ապահով զգալու համար, ու ոնց որ թե չշաղվեց կաթը, հիմա արդեն կարող եմ անջատել, լավ եռում է, տեսնում եք, հիմա կափարիչ այս կողմ բերեմ, որպեսզի ինձ չխանգարի, այնուհետև սկզբի համար մեկ բաժակ կաթ եմ լցնում, որպեսզի մի քիչ արագ հովանա, քանի որ մեղրը չի կարելի, որ տաք վիճակում ավելացնել, մի քիչ մեծ բաժակ եմ ընտրել, քանի որ շատ եմ սիրում կաթը մեղրով, նաև շատ հագեցնող է, սա մինչև կհովանա արդեն, անցնեմ մածունը մերելու կաթը լցնելու, երբ որ այսպես առանձին վերցնում ենք, հատկապես եթե նախընտրում ենք, որ մեր մածունը ավելի սերով լինի, այս հովանալու ընթացքում
երեսը սեր է քաշում եւ երբ որ մերելու ընթացքում այդ սերը չենք խառնում զգուշորեն գդալով մի կողմից հետ ենք քաշում մերանը լցնում եւ փաթաթում իսկ արդյունքում ունենում ենք սերով մածուն շատ մարդիկ կան որ սերով մածուն չեն սիրում բայց շատ իզուր ես կասեմ քանի որ սերով մածունը ավելի գերադասելի է Ընդհանրապես մածունի սերը չի կարող գիրացնել, ինչքան էլ որ յուղոտ լինի, միգուցե դրա համար են խուսափում, չգիտեմ։ Ես փոքրուց սովորեմ, որ կաթը պետք է սերով լինի, մածունը պետք է սերով լինի։ Հիմա սա այստեղ թողնելու եմ խոհանոցում, կիսաբաց և Արդեն կգնանք պետչի սենյակ, սիրելի հետևորդներ ջան, այսպես, արդեն այստեղ են փակեմ, կաթն էլ վերցնեմ և գնացինք։ Սիրելի հետևորդներ ջան, պատկերացրեք, որ տանը մի քանի օր գործ չեք արել, հետո դրանից հետո ոնց կանեք, չէ։ Կուզենանք, որ ամեն մի քունջ ու պուճող մեր ուզածովը լինի դասավորությունը, մաքրությունը, փոշիները վերցրած, հատկապես երբ որ տան մեջտեղին պեչավարվում։ Ինչքան էլ ուզում ա որ մաքուր ենք պահում, միևնույնն է, փայտից, մոխիրից, ինչևէ, ամեն դեպքում փոշի առաջանում տանը, ու այս օրերին այդ փոշին մի լավ նստել էր, Այդքան գործերն արել եմ, դեղմի արդեն մթնել է, շատ գործ եմ արել, էլ լվացք, էլ վերջը, էլ չթվարկեմ, հետո վերջապես հանգիստ պահ կդամ, այն պահն արդեն, որ ավլուկի պղինձը վրին եմ դրել, ու արդեն պետքա կամաց առաջ տանք այս գործին, քանի որ այս գործը այդքան էլ խտատիլ չի ուզում, ուղղակի ուշադրությունն է ուզում, որպեսզի այն ինչ որ պետքա սարքենք, տակը կպցնենք ոչ, այսինքն պետքա ալերի փոլոլ սարքենք։ Ալերի փոլոլը գիտեք որն է, այս սա պատմեմ, դե կարող է շատերդ գիտենաք, այս ալյուրն է, արդեն որ սենյակային ջերմաստիճանում է, ու սրան արդեն պետքա նորից սենյակային ջերմաստիճանի ջուր ավելացնենք, որը նույնպես այստեղ է, քիչ զգուշ ենք ելնում, որ հանկարծ շատ չլցնենք, դե ես գդալով եմ սարքում, բայց ընդհանրապես սա մատերով են սարքում, կարող ընթացքում ես էլ մատերս աշխատացնեմ էլի, եթե տենամ գդալի օգնությունով իմ ուզածը չի իլում, արդեն կանցնեմ մատերով սարքելուն, քանի որ մատների արածը մուրազ, ընդհանրապես այս որ ալերի փոլոլ ենք սարքում, սա նաև սարքում ենք Ձվիցը նոր դուս եկած ճուտիկների համար, որ ջանել միտս ընգավ, ուշկու միտքս թենց բաներում նա, դե բա կյանքն է տա, կյանքով լծվելը դա յա, հերիքա ինչքան հիվանդացա, միկել արդեն, պետքա լավ բաների մասին մտածեմ, բայց ոնց որ ստացվում է իմ ալերի փոլոլը, բայց ես կասեմ երևի մատերով էլ անեմ, որովհետև Սա նենց բան է, որ անպայման պետքա օգնոցարը կպչի, մի քիչ էլ եմ ջուր լցնում, բայց ուշադիր եմ ելում, քիչ, այս ավլուկը արդեն պատրաստի է, այն օրը, որ սոխարած նարի, դհենց, սիրուն, սազով, մի պատ արհամը դեհել էի ու դենը գրաղ էի դրել, դե հալս հետս չեր, Ինչքան էլ ուզում սրտով ուզեի, չկարացի ճաշակեմ, սառնանումն էլ չեմ դրել ընդեղ, խոհանոցը էլի սառնա, եղանակն էլ էր սառը, լավ է մնացել, ինքն էլ փչացող բան չի,
Այսպես, ստացվում է, բայց ես արդեն մատերով։ Այսպես։ Այստեղ տալը։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, արդեն ուղղակի ջուր եմ լցրել վրան ու դրել պեչի վրա։ Արդեն եռման աստիճանի է, ու հենց այդ պահին էլ պետք է արդեն այս ալրի փոլոլը ավելացնենք։ Այնքան ենք հենց մատերով այս հենց աշխատացնում, որ ինքը առանձնանում է, դառնում է ոնց ասած ալյուրի փաթիլներ։ Կարող է հենց դրամա էլ այդ անունը ստացել է, այս ճաշն էլի, սա ոչ թե ավլուկի ճաշ է, այլ ավլուկի փթրուկ է։ Երևի, որ այս փոլոլը լցնում ենք փաթիլների նման, հենց դրանից էլ այս անունը ինքը ստացել է։ Ահա։ Բայց արդեն պետք է այս մի կողմ դնեմ, աչքից ոնց որ կրակը լավ չի երում։ Դե տրուբեկերը լցվել է, էլի, արդեն մաքրելու է, այսօր էլ չկարացի։ Հիմի համ ձերս ըստի եմ զանի տարել, համ էլ պետք է պեչը փետանեմ, կամ էլ ոնց հասի կրակը ժաժգծեմ։ Ես մի ձեռը օդումը պհում ենք, անվնաս, հետո մեր կանացի հնարքներով մեր գործն առաջ ենք տանում։ Մի քիչ ժաժգծեմ կրակը, այ, այս վաղտը շատ թեժն էլ չպետք է, ու արդեն այսա էպը վրակ ունի։ Մի քիչ էլ եմ այս փոլոլս հենց խառնում, շատ լավ կլի, որ երկու ձեռով անեմ, բայց աչու ձեռս ուզում եմ ազատ ու մաքուր պահեմ, որ պետք է կաց վաղտը էտնի ձեռս օգտագործեմ հանգիստ։ Ընտիր ա ստացվում, ընտիր, ոնց որ թե կրակը կան անգնում, դե լավ է։ Այս փոլոլը սարքելու մա սրան չափ ու սահման չկա, սրա չափը աչկա չափն է, եթե հանկարծ ավելանա, ավելի լավ, էքո ցավերս քեֆ կանեն, որովհետև սենց բաները հավերի մա քեֆ ուրախություն է, այդ քեֆ ուրախությունը սորվանուց էր սկսվել հավերիս մար, ինչքան հին ուտելիք կար, իրանց տվի, այն օրվա փոխը հանեցի, իրար կտուցից խլեին այդ հին ուտելիքները, դե պետք չէր որ էլ մնա, ես էլ տվի իմ հավերին, կերան, ինձանից գոհելան, այ սենց փոլոր ստացվում է, պետք է հենց անենք մի քիչ էլ մանդերելի, օրինակ էլ էլ ժամանակ, որ անմիջապես ալյուրը լցրել եմ ու սկսել խառնել, բայց սենց հելա շատ լավնելուն, այս ալրի կտորնին, որ միջին էպում է, ավլուկի համն էլ վիրանում, դառնում է անմահական ճաշ, պապական, մեզ եկած հասած, այս շատ համեստ, շատ հետաքրքիր, ու նաև վիտամիններով հարուստ ճաշը, կանաչու փոխարեն լցնելու եմ ուրձ, որը արդեն վերել եմ այստեղ, որ այս պեչի տաքությունից ինքը ավելի լավ չորանա, չնայած շատ չենք փշրում ուրձը, թողում ենք, որ են իրա տերերիկները երևա։ Ահա, ոնց որ թե պատրաստ է մեր ալրի փոլոլը, բարտադիր չի, որ շատ մանդրն էլի, ահա, ձեր ներսել է մաքուր, մի հատ է սենց, ջան, տիրա, այ, խնդրեմ, ու արդեն կարամ կամաց ավելացնեմ, չենք մոռանում, որ բղանձի եղբորը պետք է հենց վիր ունի, որ այդ ջրի կաթիլնի շաղ ու տարապ չլին,
պարտադիր փետի գդալով, դա էստի արդեն ավլուկն է իր սոխարածով, հետո կամաց լցնում ենք, մի հատ խառնում, շատ խառնել պիտի պահանջվի, բայց սկզբի պահերին, նաև մի քիչ ավել ենք սարքում այս փոլոլը, որ հանկարծ պակսի ոչ էլի, ասմա ավելելի թող պակաս չլի, երբ որ այս արդեն եփված այս փաթիլները վայելում ենք, յուրահատկություն է մի հատ, կարելի ասել դելիկատես է, քանի որ ով սրան կերելա, նա կհաստատի, իսկ եթե չեք կերել, ապա կարող եք պատրաստել, տեսնում եք, թե ինչքան հասարակ է, իհարկե եթե ավլուկ ճարեք, քանի որ հիմի ավլուկ ճարելը այդքան էլ հեշտ չի, այսպես, սիրելի հետևորդներ ջան, այսօր ինձ տեսակ, որ լավ եմ զգում, գիտեմ, որ արդեն տեսնեք այս վլոգը շատ կուրախանաք, գիտեք, որ ուժեղ եմ ու տեսակ, թե այս օրերը ոնց հաղթահարեցի, այսպես, ուզում եմ, որ դուք էլ ամեն ինչին էլ հաղթահարեք, սենց իրար տրամադրենք, իրար ոգևորենք, հոսուտ ասած բան չի, որ հանգերովի մահը հարսանիք է, այս օրերին ես կարայի չմյանամ, այդպես, այդ բաժին կա չէ, ընտեղ սաբշեստվա, ընտեղ գրեմ, որ հարգելի հետևորդներ ջան, ես հիվանդ եմ և մի քանի օրով չեմ երևա, բայց չուզեցի, որոշեցի, որ ոտի վրա անցկացնեմ, համարյա թե, բայց ոնց որ թե մի քիչ էլի զգացնել է տալի, բայց ասում եմ վեճս չի, այդ որ զգացնել է տալի, դրա խաթեր, ես երթել եմ բրախում այդ պատմություննին, որովհետև ձայնիս էլ է վեճնին, են չի էլի, հիմի մենակ ճաշը կեփեմ, հետո արդեն նորից կգնամ հանգստանալու, շատ ծանրաբեռն էլա պետք չի էլի, էդ էլ չպետք է, որ պարծենամ, որ ասեմ, ես եմ որ կամ, պարծեն կոտի մեջը փուչա, անընդհատ այս փոլոլը մատներով հնարավորինս աշխատում ենք փոքր մասնիկների բաժանել, բայց չենք մոռանում, որ ուստել տկնահան, այս փետի շերեփը տկնահան խառնենք, ջան, արդեն անուշ բուրմունքը ընգել է, ջան, հետաքրքիր ու յուրահատուկ է ինքը, անգամ եփվելուց հետո այս փոլոլի այս գնդիկները համարյա թե սպիտակավուն է մնում մեջը, շատ եմ ափսոսում, որ այս պահին տանը ընկույզ չկա, դե կակալ էլի, այս դեպքերում նաև կակալ եմ ավելացնում, փշրած, բայց ոչ այնքան փշրած, բայց ոչինչ, սենց էլ համով կլնի, քանի որ չգիտեմ մեկ էլ երբ կարամ ավլուկի ճաշ եփեմ, ասեմ, որ այս նույն տարբերակով ավլուկն առանձին եփում եմ, հետո սոխարած անում, հետո սենց որ լցնում եմ, արդեն ալյուր ես փոլոլի փոխարեն ոսպ եմ լցնում, կապ չունի, կարմիր ոսպա, թե կանաչ ոսպա, այդ արդեն մեր ընտրությունն է, ոսպով ավլուկն էլ է, ոսկի է, ոսկի, հլա կփորձեք,
Այսպես, արդեն տեղեկացրել եմ հարիվանուհուս, որ ինձ համար պահի ավլուկները, որ մի քանի գալ վերցնեմ, համել դե մերոնց համար Ռուսաստան կուղարկեմ։ Մենք ընտանիքով սիրում ենք, հիմա որ գիտեմ վլոգս նայեն, վախվող են անելու, ինչպես միշտ ամեն ինչ որ եփում եմ, անմիջապես զանգ եմ ստանում, այդպես, այստեղ մի քիչ համբերում եմ, քանի որ եթե շատ լցնեմ, արդեն փլավ կդառնա, էլի ավլուկի փթրուկը, մի քիչ պետք է ջրալի թողնեմ, հենց որ էփը գա, սկսի մի քանի սենց, որ սենց փուչիկ բլբլդումա, հենց որ տենց սկսի եփել, արդեն ուրցը ավելացնելու եմ ու նաև ասեմ, սիրելի հետևորդներ ջան, սխտոր եմ դասնելու հենց ամբողջ պղնձի մեջ, հատկապես դա այն պարագայում լավ լինում ու հարմար, երբ որ խուսափում ենք սխտորի սուր հոտից, դե ասենք, հաջորդ օր ասենք աշխատանք ենք, տրանսպորտ ենք նստում, աշխատանքի վայր եւ այլն, կամ թեկուզ այդպես չի ու տանն ենք, ամեն դեպքում ինչքան էլ օգտակար է, նաեւ խուսափում ենք սխտորի սուր հոտից, բայց երբ որ, հիմա տեսեք, այստեղ ես արդեն մաքրել եմ, նույնիսկ ծլածա ու հենց այսպես մի փոքր սխտորի գլուխա իր ատամիկները ամբողջական ձևով լցնում եմ։ Արդեն վայելելու ժամանակ ում դուր կգա նաև հենց այդպես կծամի կվայելի, ում էլ դուր չի գա ուղղակի կարող է իր ափսեի մի անկյունում թողնել, քանի որ արդեն սխտորը իր գործը անում է եփելու ընթացքում։ Սխտորը ինչքան եփվում է, իր վիտամինները այդքան ավելի են դուրս գալի եւ ակտիվանում։ Սիրելի հետևորդներ ջան, չեմ մոռանում նաեւ շնորհակալություն ասել անդադար այս օրերին ինձ աջակցելու համար։ Սիրելիներս, այս օրերի ընթացքում ես ավելի լավ ճանաչեցի ձեզ բոլորիդ եւ իհարկե դուք էլ ինձ ավելի լավ ճանաչեցիք։ Կարծես թե շունչս կտրվում է, դրա համար խուսափում եմ երկար խոսել, հիմնականում այս, չգիտեմ, վարակ ասեմ, թե ինչ, ինձ թվում է շնչուղիների վրա է ազդում, դա արդեն իմ թոքերի մեջ չէ, զուտ կոկորդային է և կարծես թե շնչահեղձ է անում, երբ որ սկսում եմ խոսել մի քիչ երկար, այսպես, ոնց որ թե ամբողջը լցրի, աչքաչափս լավն էր մի խոսքով, վստահ եմ, որ փլավ չի դառնա և շատ ընտիր է, և դուք կտեսնեք իր հրաշալի տեսքը, իսկ եթե համն եք ուզում ճաշակել, անպայման պատրաստեք, այսպես, ընտիրություն, նույնիսկ ես ուզում եմ ավելացնել արդեն ուրցը, ապա ձեռքս լվալ, գալ կրակը նորից մի փոքր թեժացնել, որպեսզի ավարտին հասցնեմ։ Արդեն ես այստեղ տեսնում եմ, որ իմ լցրած այդ ալրի փոլոլը ձևավորվել է, բարձրացել է վերև, խառնվել արդեն ընդհանուր այդ ճաշի հյութին, ոնց ասած, և տակից չի կպչի։ Դրա համար մի պահ կարող եմ հանգիստ դադարեցնել և ապա, տեսեք ուրցը, հոտ եմ քաշում, ջան,
Ինչ լավ է, որ հոտն զգում եմ, քանի որ նաև վախենում էի, որ կորոնա լինի, եւ լսել եմ, որ կորոնա ընկնելու դեպքում հոտերը չեն զգում, այսպես, եւ այսպես տարածում, որպեսզի իր տերևները Երևան, ջան, այսպես, կարգավորում եմ նաև շուրջս, կանացի բնավորության համաձայն, սիմուչկան այստեղ է, իրեն լավ է զգում, ինչպես միշտ, սիրելիներս այսօր շատ հրաշալի օր էր դրսում, արևը շատ լավ էր տաքացնում, և նաև ովքեր Հայաստանում եք ապրում, գիտեք, որ տաքություններ են հաղորդել, շատ լավ է, շտապում եմ առողջանալ ավելի, որպեսզի կարողանամ իմ գործերը կատարել, հիմա արդեն կարող եմ նաև ծածկել կափարիչը, այսպես երկար եմ թողել, քանի որ հիմնականում իր տեսքը այդպես է պահանջում, հնուց եկած մեր տատերի, մեր մամաների եփած ավլուկի փթրուկի տեսքն է, չգիտեմ, որ տարածաշրջանում ինչ են ասում, բայց մեր թումանյանական լորվա տարածաշրջանում այսպիսի ավելուկով եփած ճաշին ավլուկի փթրուկ ենք ասում, և արդեն ձեռքերս լվամ, կրակը թեժացնեմ և սպասեմ պատրաստ լինելուն, այսպես։ Պեչի մոտից տեղափոխվել եմ խոհանոց, քանի որ այնքան շոկ էր, այլևս անհնար էր այդ շոկին դիմանալ և արդեն շարունակում եմ այստեղ եփել ավլուկի փթրուկը, որը հիվանդին ոտքի կհանի, կփորձեք անպայման, սիրելի հետևորդներ ջան, ահա այս տեսքն ունի, տեսեք, նաև ավելացրել եմ 1 հատ չոր կարմիր կծուծիծակ, այսպես ամբողջական, նաև շատ համեղ է լինում, երբ որ փոքրինչ կծու է լինում, այսպես անդադար խառնել եմ այս ընթացքում, մինչև հատակը շերեփ քսելով, և տեսեք, թե ինչքան մաքուր է իմ շերեփը, եթե հատակը կպած է լինում, անպայման շերեփի վրա նույնպես երևում է, նաև երբ որ սկսում է եփը, փրփրում է, և դա բնական է իհարկե, հենց որ այդ փրփուրը հանգստանում է, որը իմ մոտ արդեն դեռևս կա, ահա տեսեք, սա, հենց որ սա էլ անցնի, արդեն պատրաստ է, այսքանով ավարտեմ, սիրելիներս, իհարկե սա ես ավարտին կհասցնեմ և կվայելեմ, դուք էլ պատրաստ եք և ճաշակեք, եղեք առողջ, սիրելի հետևորդներ ջան,